Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ, եկեք մի շատ կարևոր հարցի մասին խոսեմ, բանակում բարեփոխումների անհրաժեշտության մասին, իսկ ավելի ճիշտ բանակ սարքելու մասին։ Երկար ժամանակ մտածում եմ ես նյութը արժի բարձրաձայնել, թե չէ, այս թեման արժի արծարծել, թե ոչ, որովհետև ինքը շատ զգայուն թեմա է, բավական մարդկանց սա կարող է ավելորդ անհանգստություն պատճառի, ավելորդ մտահոգություն բերի, բայց երևի թե եկեք անդրադառնանք նամանավանդ, որ վերջին շրջանում օրինագիծ է առաջ բերվել փողով բանակից, այսինքն ծառայությունը փողով կրճատելու, եւ այսօր էլ ես լսեցի Հայկ եւ Նաիրի Սարգսյաններ եղբայրների, այսպես ոդքասթից մի հատված, որտեղ նրանք որոշակի թվեր էին ներկայացնում, մասնավորապես Հայկ Սարգսյանը, ԱԺ պատգամավոր, որոշակի թվեր էր ներկայացնում, որոնց արժի անդրադառնալ, բայց մինչև ես կանդրադառնամ Սարգսյան եղբայրների հետ տրամադրած թվերին, ես ուզում եմ առհասարակ մենք հասկանանք, ջայլամի պես գլուխներս հողի մեջ որ թաղած ենք հիմա, հանենք եւ տեսնենք իրականում ինչ ունենք, ինչ խնդիր ունենք, ինչի առաջ ենք կանգնած։ Եվ այսպես մի անգամից ես անցնեմ թվերին, հա? Եկեք որպեսզի դուք պատկերացնեք մեկ ինչ խնդրի առաջ են։ Գրատախնակի վրա ես թվերը գրել եմ, սենց չգիտեմ ինչքանով է հարմար տեսնել, լավ, եկեք այսպես, ուրեմն տեսեք։ Հայաստանի Հանրապետություն եւ Ադրբեջան սահմանը մոտ 1000 կիլոմետր է, որից Հայաստանի Հանրապետություն Նախիջևան սահմանը մի 250 կիլոմետր է, մոտավոր։ Ընդհանուր գծերով էսա վիճակը։ Եվ Հայաստանի Հանրապետություն Թուրքիա սահմանը 300 կիլոմետր է։ Այսինքն մենք առնվազն Ադրբեջանի հետ ունենք 1000 կիլոմետր պաշտպանելու սահման եւ Թուրքիայի հետ ունենք առնվազն 300 կիլոմետր պաշտպանելու սահման։ Վրաստանի եւ Իրանի հետ ունեցած մեր սահմաններին չեմ անդրադառնա, որովհետեւ դրանք այսպես ընդունենք, որ խաղաղ սահմաններ են կամ սպառնալիք են տեղից գոնե հիմա մենք չենք տեսնում։ Նույնիսկ կարող ենք այսպես վերապահումով Հայաստան-Թուրքիա սահմանը մի կողմ թողնել եւ սրա մասին խոսել մի ուրիշ անգամ, մի ուրիշ առիթով, որովհետեւ այս պահի դրությամբ ռուսական դրոշը ծածանվում է այդ սահմանի վրա եւ այստեղ բավականին խորը վերլուծելու, կշռադատելու հարցեր կան եւ հարցեր կան, որոնք բարձրաձայնելու չեն դեռ, բարձրաձայնելու չեն եւ պետքա դեռ երկար փակ դռների հետևում քննարկումներ արվեն այս սահմանի հետ կապված, նոր հրապարակվեն եւ այսպես ասած ժողովրդի դատին ներկայացնեն։ Բայց ինչն է պարզ ակնհայտ, որ այդ 1000 կիլոմետրանոց սահմանը Ադրբեջանի հետ, որ մենք ունենք, հարգելիներս, այս տողնը, այս վերևի տողնը, այդ սահմանը 1000 կիլոմետրանոց, դա կատակ չի, դա պաշտպանելը բավականին լուրջ գործ է, եւ հիմա տեսնենք, թե ինչ զորքեր հաշվելու են միայն զինվորների քանակով, զորքերի քանակով, զորակոչը դրան է վերաբերվում, սրան մեջ չի մտնում սպառազինությունը, պատրաստվածության աստիճանը եւ այլն, միայն զորքի քանակով եւ այսպես ֆիզիկական ներկայություն սահմանին, այստեղ նատոյական եւ այսպես ասած ռուսական ստանդարտները տարբեր են, բայց ընդհանուր գծերով մեծ տարբերություն չկա, գոնե էլի եմ ասում, զինվորների քանակի հետ կապված։ Ուզում եմ ֆիզիկական ներկայություն սահմանին, առնվազն 2-3 կիլոմետրը մեկ պետք է ունենանք, ուրեմն դիտակետ, եւ այսպես այս 2-3 կիլոմետրը մեկ եթե մենք հենակետ, դիտակետ պետք է ունենանք, մոտավորապես 400 հենակետու պետք է ունենանք Ադրբեջանի հետ սահմանին, եթե ամեն հենակետում մոտ 10 հոգի հերթապահություն իրականացնեն, այսպես մինիմալ թվերով եմ հաշվում, ինչու եմ մինիմալ թվերով հաշվում, ենթադրենք մենք ունենք անօթաչուներ, մենք ունենք ուրեմն տեխնոլոգիական, տեխնիկական հագեցվածություն, մեր ինժեներները սարքել են սահմանապահ ուրեմն հատուկ սարքեր, որոնք նկարահանում են, գնահատում են, չգիտեմ,
արհեստական բանականությունը ներառել ենք այս թեմաների մեջ, ահա ենթադրենք այսպես, չեմ պատկերացնում, որ մի գծով այսպես խրամատով ծայրից ծայր կանգնած են, ահա ենթադրենք մենք այսպես լավ հագեցած ենք տեխնոլոգիապես ու մեզ առնվազն 4 հենակետի համար պետք է հերթապահություն իրականացնող 4000 զինվոր, որոնք եթե հերթափոխով աշխատեն, այսինքն 15 օրը հանգստանան, 15 օրը հերթապահություն իրականացնեն, ապա կհանի 8000 զինվոր։ Եթե ընդունենք, որ պետք է օրինակ նատոյական ստանդարտով 10 օրը հերթապահում են, 20 օր հանգստանում, այս դեպքում 4000-ը պետք է բազմապատկենք ոչ թե 2-ով, այլ 3-ով։ Արդյունքում ստանում ենք, որ մեզ պետք է ուրեմն միայն հենակետերը հերթապահություն, սահմանապահ հերթապահություն իրականացնելու համար մեզ պետք է մոտ 8-ից 12000 զորք։ 8-ից 12000։ Խնդրեմ, այս թիվն է։ 8000 մինիմում, 12000 լավագույն դեպքում։ Եթե լինում է սահմանային միջադեպ, ապա ուրեմն A կետին ֆիզիկական ներկայությանը անմիջապես պետք է միանա արագ արձագանքման ջոկատները կամ արագ արձագանքման զորքերը, որոնք ըստ էության մեր ամբողջ սահմանի երկայնքով մոտ ամեն մարզից մոտ 3 գումարտակ եթե արձագանքի, Սյունիքը հաշվի առնենք, որ Սյունիքը եւ Նախիջևանի ճակատում եւ Ադրբեջանի ճակատում Սյունիքը հաղորդակից է, այստեղից արդեն ենթադրվում է, որ Սյունիքում մի քիչ ավելի մեծ է լինելու ծանրաբեռնվածությունը, ընդհանուր առմամբ մոտ 18 գումարտակ մոտավորապես եւ մոտավորապես մոտ 5500 զորք էլ այստեղ է պետք արագ արձագանքման համար։ 5500 մոտավորապես սա կարա լինի 8000 կարա լինի 4000 լավ պատրաստվածության դեպքում 5500 արագ արձագանքման զորքեր ստեղ է պետք։ Եվ ընդհանուր առմամբ եթե հաշվում ենք նվազագույնը, որ մեզ պետք է պատերազմի սպառնալիքի դեպքում առաջին օրը 1 օր դիմագրավելու համար մեզ պետք է մոտ 8-12 գումարած մոտ 15000, այսպես ասենք, մոտ 15000 զորք։ 15000 զորք միայն Նախիջևանի եւ Ադրբեջանի սահմանը 1 օր էլ չէ, մինչև 1 օր, մինչև 24 ժամ պաշտպանելու համար։ Առհասարակ, եթե պատերազմը սկսում, այսինքն 24 ժամից ավել եթե եղավ, ապա մեզ պետք է լինելու 120000 զորք այս 1000 կիլոմետրը պաշտպանելու համար։ Պատերազմի դեպքում մոտ 120000 զորք։ Կարող ենք հաշվել 120 գումարած 15 20000, կարող ենք հաշվել, ասենք թե ընդհանուր առմամբ 120000 զորք։ Ահա մեր բանակի առաջ, մեր ժողովրդի, մեր պաշտպանության առաջ կանգնած խնդիրը հետևյալն է։ Սա առաջինը, որ պետք է հասկանալ։ Հարգելիներս, իսկ ինչքան զորք ունենք մենք։ Ինչքան հնարավորություն ունենք մենք։ 120000 գումարած 15-20000 զորք է մեզ պետք։ 15-20000-ը ամեն օր է պետք, 120000-ը պատերազմի օրն է պետք։ Հիմա եկեք տեսնենք ինչ ունենք։ Ես տվյալները հանել եմ բանից, ուրեմն Հայաստանի Հանրապետության դեմոգրաֆիկ պիրամիդան եմ ուսումնասիրել 2020 թվականին, դրությամբ հաշվարկվում էր, որ այս տարի 2020 թվականի դրությամբ հաշվարկվում էր, որ այս տարի մենք պետք է ունենանք 18000 հոգի, 18000 տղա, ուրեմն 18000 տղա, որոնց մի զգալի մասը զինակոչիկ։ Այսինքն, եթե ընդունենք, որ 18000 ունենք, 18000-ն էլ զորակոչվել են։ Հələ այսպեսի մի իդեալական վիճակ պատկերացնենք, որ ունենք 18000 տղա, այս տարի դպրոցն ավարտել կամ չգիտեմ 18 տարեկանն է լրաց 18000 են։ Եթե այս տարվա բոլոր տղաները բոլորն անխտիր 20 թվականի տվյալներ եմ ասում, այս տվյալները կվերանայինք, էլի։ Եթե ընդունենք, որ բոլորը գնացել են բանակ, եթե ընդունենք, որ 2 տարի շարունակ բոլորը գնացել են բանակ, մենք ոտից գլուխ ունենք 35000-ի կարգի զորք։
Այսինքն 2 տարի ծառայելով ունենք 35,000-ի կարգի բանակ, պարտադիր զորակոչված։ Եթե բոլորը գնացել են։ Հիմա նայենք։ Մեր 35,000 ինչին է հերիքում, ենթադրենք իդեալական։ Հերիքում է, որպեսզի ֆիզիկական ներկայություն լինի սահմանին եւ արագ արձագանքմանն է հերիքում։ Եթե ընդունենք, որ պատերազմը կարա տևի մի քանի օր, ապա լավ, մի քանի օր էլ պատերազմին կհերիքի, մինչև այս 120,000-ը մոբիլիզացվի։ Այդ 120,000-ը որտեղից։ Ունենք այդ 120,000-ը։ Հիմա պարտադիր զորակոչով 120,000 տղամարդ հավաքես տանես։ Նրանք մի քոր կոպեկի արժեք ունեն, որպես զորք։ Ղարաբաղում այդ փորձը արդեն ունենք։ Ինչա լինում, երբ որ հələ զորով չես տանում, հələ կամավոր են գնում։ Հələ կանչում ես առանց հարկադրելու, առանց դատելու, կանչում ես եւ տանում ես ռազմաճակատ, ինչա տեղի ունենում այդ մոբ ռեսուրս կոչվածից։ Վատ բանից բացի լավ բան տեղի չունենում։ Բացի այնտեղ 18-ից 20 տարեկաններին խանգարելուց բացի այլ բան չի լինում։ Եթե տենց հրկոպալի, զորով, անկազմակերպ, առանց պատրաստելու տանում ես պատերազմի։ Այսինքն այդ 120,000-ի խնդիրը մենք ունենք։ Եթե մենք ուզում ենք բանակ, մարտունակ բանակ, հələ սպառազինությունը, զենքերը, մյուսը մի կողմ։ Մենք դա չունենք, ժողովուրդ ջան։ Մենք մարտունակ 120,000 հոգի չունենք։ Հետևաբար պատերազմը որ եղավ, ինչա տեղի ունենալու։ Նրանք, ովքեր առաջնագծում հերթապահություն են իրականացնելու, իրանց վրա են վերցնելու հարվածը։ Որտեղից հիմնական հարվածը եղավ, ընդ բախտները չի բերելու։ Որտեղից հիմնական հարվածն եղավ։ Արագ արձագանքման այդ 5,000 հոգին էլի կհասնեն։ Նրանց բախտներ չի բերելու, որտեղից եղավ հիմնական հարվածը։ Եվ կամ չգիտեմ Մակրոնը, կամ չգիտեմ Թրամփը, կամ Եսիմով, կամ Պուտինը ընդեղից պետք է զանգի այդ պատերազմը մի երկու օրում շուտ կանգնացնեն, թե չէ մենք այդ 120,000-ը հավաքողը չենք։ Հետո պիտի մենք լուրերով լսենք, որ տեսակ, այդա Բլինքենը զանգեց պատերազմը կանգնացրեց։ Այդա, չէ, մյուսն էլ կասի Պուտինն էր, սենց ասեց։ Հետո կանցնի ժամանակ Ալեն Սիմոնյանը կպատնի, որ գնացել էին Մոսկվա, տենայնում ոտերը կարան ընկնեն, խնդրեն աղաչեն, որ պատերազմը կանգնացնի։ Հետո մենք դա կլսենք լուրերով։ Արդյունքում մի քանի հազար զոհ կտանք, կախված թշնամու հարձակման ծավալից, մտադրությունից, մի քանի հազար զոհ կտանք, դրանով պատերազմի աստծուն հերթական զոհաբերությունը ազգս կհամարի տրված։ Հետևաբար չունենալով այս 120,000-ը բանակի մասին խոսելը պորոտախոսություն է։ Այն մնացածը թե ոնց է ձևակերպում, դա հարցի բոլորովին 8-րդական կողմն է, դեկորատիվ կողմն է հարցի։ Այդ խավության նոխազներին, այդ մատաղացուներին ոնց ես հավաքում, դա հարցի բոլորովին ուրիշ կողմն է։ Եթե դու 120,000 մոբիլիզացիա չունենք, ճիշտը խոսանք։ Հեսա կանդրադառնամ այս հարցին, սրա լուծումն էլ կասեմ, փակուղիմ չենք։ Բայց հիմա տեսեք ինչա տեղի ունենում։ Այս 18,000-ից պարզվում է։ Այդպես չի որ ուրեմն բոլորն էլ զորակոչում են գնում են բանակ։ Ես այս ուրեմն Հայկ եւ Նաիրի Սարգսյան եղբայրների այդ ոդքասթի տակ գրել էի, որ համաձայն եմ, որ խնդիրը մեծ է, բայց լուծման հետ համաձայն չեմ։ Եվ այնտեղ ինձ Հայկ Սարգսյանը տվյալներ ուղարկեց, ըստ էության պաշտոնական վիճակագրությունն է, եւ պաշտոնական վիճակագրությունը ինչա բացահայտում հարգելիներս։ Լտեսեք։ Ուրեմն մենք 20 թվականից 24 թվականը 8700 հոգի հրաժարվել են քաղաքացիությունից եւ բան են դուրս են եկել զորակոչային ցուցակներից։ Այսինքն մոտավորապես
Այն 18000-ը, որ ես գրում եմ, 18000 տղա 20 թվականի տվյալներն եմ ասում։ Իսկ այն ժամանակ նրանք 13 տարեկան էին, այսօր 18 տարեկան են։ Այն նրանցից այս ընթացքում այդ 20 նրանցից 8700-ը ընդհանուր առմամբ դա անում է ամեն տարի մոտավորապես 2000-ից ավել մարդ։ Ամեն տարի 2000-ից ավել մարդ այդ 18000-ից հրաժարվել է քաղաքացիությունից։ Եվ 18-ից 24 թվականների ընթացքում 43000 մարդ էլ առողջական պատճառներով ազատվել է զինվորական ծառայությունից։ Էլի որ հաշվում ենք մոտավորապես, եթե մի 6-7 տարի հաշվենք, ելնում է մի 6-7000 ամեն տարի, 6-7000 ամեն տարի առողջական պահանջներով։ Ուրեմն 6-7000-ին գումարում ենք 2000, անում է մոտավորապես 8500, հա, այս 18000-ից մոտ 8000-ը հələ բանակից փախածները, հələ այլ պատճառներով, ուրեմն քաղաքացիությունը, այլ պատճառներով ծառայությունից ազատվածները չեմ ասում, միայն առողջական պատճառներով եւ քաղաքացիությունից հրաժարվելով, այս 18000-ը տարեկան 8000-ը սրա վրից խուզում ենք, թափում ենք։ Խուզում թափում ենք։ Դա կմնում է ամեն տարի մենք ունենք 10000 տղա առողջ եւ ՀՀ քաղաքացի, բայց նրանցից է մի զգալի մասը այլ պատճառներով ազատվում է ծառայությունից։ Սա մեծ խնդիր։ Ավելին ասեմ, ըստ դեմոգրաֆիկ պիրամիդայի, որ նայում ենք Հայաստանի Հանրապետությունում, մոտավորապես 33 թվականին, 2033 թվականին մենք տարեկան ունենալու ենք 20 թվականի հաշվարկով, ունենալու ենք ոչ թե 18000, 21000 տղա։ Տղաների քանակը տարեստարի ավելանալու էր։ Եվ եթե մենք հիմա ինչ-որ բան չնախաձեռնենք, այդ 21000-ն էլ չենք ունենա։ Այսինքն 20 թվականին, էլի եմ ասում, նայեք, 20 թվականին հաշվարկված էր, որ պիտի ունենայինք այս տարի 18000 հոգի տղա, հələ չեմ ասում զորակոչի կա, զորակոչիկ չի։ Բայց արդեն այս քաղաքացիությունից հրաժարվելու հաշվին, այս 18000-ը դարձել է արդեն իսկ 16000 տարեկան 2000-ից ավել տղա մենք կորցնում ենք։ Եվ եթե առողջական խնդիրներն էլ ենք ավելացնում, այս տակի 6000-ն էլ ենք կորցնում եւ մնում է ընդամենը 10000։ Հիմա եթե այսպես ուխտի ականջում քնած շարունակենք, սպասվող 33 թվականին սպասվող 21000 տղայից միգուցե մի 15000-ը հազիվ մնա։ Հետևաբար ես հասկանում եմ, որ լուծումներ են պետք։ Սա մեկ, լուծումներ պետք են։ Հեսա կխոսենք լուծումների մասին էլ։ Բայց ամենամեծ խնդիրը իհարկե այս 120000-ն է։ Մարտունակ 120000 տղամարդ մենք չունենք։ Իրար հետ համաձայնեցված, ներդաշնակ աշխատող, տարբեր զորքերում, տարբեր զորատեսակներում ինտեգրված, բանիմաց, մարտունակ չունենք։ Եվ չենք էլ ունենալու, եթե այսպես շարունակենք։ Այս վերևի թվերը մենք ընդամենը մատաղացուներին ենք որոշում ովքեր պիտի լինեն։ Այսինքն այդ ովքեր պիտի լինեն այդ մատաղացուները, որոնք պիտի այդ առաջի օրվա հարվածը վերցնեն, երկրորդ օրվա մի կերպ դիմադրեն, որ երրորդ օրը Մակրոնը, Թրամփը, Պուտինը, Էրդողանը, չգիտեմ ով, մինչև Ալեն Սիմոնյանը կգնա Մոսկվա, սրա նրա ոտերը կընկնի, կամ կգտնի այդ ոտերը, կամ տենց էլ չի գտնի։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Եթե մենք կողմ ենք, դեմ ենք, այդ էական չի։ Սա փորձն է։ Ստեղ մենք ունենք երկրապահ, որը լրացնում է այդ դիրքապահի ֆունկցիան, որովհետև բանակը չի երիքում։ Եթե ընդունենք, որ հա, եւ ամենակարևորը, ստեղ մի երկու տվյալ էլ ասեմ, Հայկ Սարգսյանի կողմից ներկայացված։ Հարգելիներս, ուրեմն տեսեք։ Բանակ են գնում այդ տարվա տղաների 30%-ը։ 18000-ը որ ցույց էի տալի, դա իմ թիվն է։ Ես դա վերցրել եմ ոչ թե վիճակագրական վիճվարդությունից, ես վերցրել եմ դեմոգրաֆիկ պիրամիդայի տվյալներից 20 թվականին հրապարակված։
Ուրեմն այդ 18000-ից 30%-ն է գնում ընկերներ, ուրեմն գնում է ընդամենը 6000-ը։ Եթե 2 տարի մնում են այդ 6000, 12000 զորակոչային բանակ ունենք մենք։ Մնացածը երկրապահով բանով մի քանի հազարներ են, որ ասում են 15000 պետք է առաջի արձագանքման եւ այդ ֆունկցիան կատարելու համար, եթե 15 օրը մեկ են պերես մենք անում։ Մի խոսքով են 25 օրյա հավաքներով բանով լցնում են այդ երկրապահի հետ միասին, ձևավորում են այդ 15-ից 20000 անհրաժեշտ դիրքապահներին եւ արագ արձագանքման բլոկը ընդամենը։ Եվ ինչ է ասում Հայկը, ասում է բանակ են գնում 30%-ը։ Դպրոցներ կան քաղաքում, շրջանակներ կան Երևանում, որտեղ 10%-ն է բանակ գնում։ Մարզերում մի քիչ ավելի շակերտավոր բարվոք վիճակ է, 50%-ն է բանակ գնում։ Այն եւ այսպես արդյունքում գումարային երկրով մեկ տղաների 70%-ը 18 տարի լրացած 70%-ը չի գնում բանակ։ Առողջական խնդիրներով ազատվում են առնվազն 50%-ը, քաղաքացիությունից արդեն ասած հրաժարվում են 8%-ը, փախնում են բանակից 5-ից 10%, այսինքն գնում են խոպան եւ էլ չեն գալի։ Ոչ քաղաքացիությունից են հրաժարվում, ոչ էլ։ Ունենք sense թվեր։ Հիմա կարելի է մտածել, այս թվերը բարեկարգելու, լավացնելու մասին։ Կարանք սրա մասին մտածենք։ Ես դրա մասին չեմ ուզում մտածեմ։ Ինչու՞։ Որտեվ ինձ պետք չեն մատաղացուներ։ Ինձ պետք չեն մատաղացուներ, որոնք պիտի առաջին հարվածը թշնամու ընդունեն իրանց վրա, զոհերի մի քանի 100 կամ մի քանի 1000 ցուցակ լրացնեն, մինչև Մակրոնը, Պուտինը, չգիտեմ, Թրամփը եսիմով կկանգնացնի այդ պատերազմը։ Ինձ դա պետք չի։ Հետո մեծ հազար ներողություն, բայց Հովսեփ Խուրշուջանը անդադ կրկնի, որ տես ինչ լավն է, չգիտեմ ով, որ զանգեց ու կանգնեցրեց պատերազմը։ Ես չեմ ուզում սենց։ Ես սենց բանակ չեմ ուզում։ Խոսում են կաթողիկոսը արդյոք ուսակրոնա թե չէ։ Երեք խոսացել եմ դրա մասին, դրանցից առաջ օրերել հարցազրույցներ եւ լայվեր եմ արել։ Իսկ մեր բանակը արդյոք զոհերով դեկորացիա ստեղծելու համար չի։ Թե մեր բանակը իրոք երկրի անվտանգությունն է ապահովում։ Եթե անվտանգությունն է ապահովում, ուր այն 120,000-ը։ Այն ռեսուրսը, ռեզերվը ուր է։ Ես չեմ տեսնում, դուք տեսնում եք, դուք գիտեք տենց 120,000-անոց իրար հետ մի մարդու պես կես բառից հասկացող զորքեր։ Հələ սպառազինություն բան չեմ խոսում դրանց մասին։ Այսպիսով եղած ձևը, որ հիմա մենք ունենք, բավարար չի նորմալ պաշտպանություն իրականացնելու համար։ Սա աչք կապոցի է, այն ինչ մենք հիմա ունենք։ Եվ մի անգամից անդրադառնամ Հայկ Սարգսյանի հետ։ Օրենքին քանի միլիոն դրամով ծառայությունը կրճատել։ Ինձ մեկ է։ Ավելին ես կուզենամ ոչ ոք զորով չգնա ծառայի։ Հիմա դրան կգամ էլի։ Ոչ թե փող տան չգնան, այլ առանց փողի ուղակի չգնան։ Հիմա բա լուծումը ոնց է, չէ, հեսա կասեմ էլի։ Լուծումն էլ կասեմ։ Ինչու, որովհետև դա օգուտ չի տալի։ Սա հլը, երբ որ արդյունավետությունն ենք նայում, հələ գաղափարական բարոյական կողմը հարցի չենք նայում։ Մենակ արդյունավետությունն ենք նայում։ Բավարար արդյունավետ չի լինելու ընկեր ջան։ Կամ էլ ասեցի, հույսներս արտաքին ուժերի վրա ելնել։ Հիմա վերադառնանք բուն խնդրին։ Ուրեմն որն է խնդիրը։ Առաջի խնդիրը դա 120,000-անոց ռեզերվն է։ Ինչպես է ձևավորվում 120,000-անոց ռեզերվը։ Այն երկրները, որոնք մերպես պուճուր են, մերպես փորձում են դեմոկրատ ժողովրդավար լինեն, մերպես քյալագյոզ են, իշխանություններին չեն աստվածացնում, չեն հպատակվում։ Այսպես է Հայկ Նահապետից աղեղնավոր Հայկից սերող կյանքի եւ մշակույթի ժառանգները աշխարհազոր պետք է ունենան։ Ամեն բնակավայր ունենա իր աշխարհազորային բլոկը։ Ոնց որ մարդիկ անում են, օրինակ, չգիտեմ, Ֆինլանդիայում կամ Շվեյցարիայում, որ ինչպիսին ունեն Միացյալ Նահանգներում։ Աշխարհազոր։
Ինչ է անում աշխարհազորը։ Քաղաքացիական անձիկ։ Իրանք իրանց փողով զենք են առնում, փամփուշտ են առնում, սնունդ են առնում, հանդերձանք են առնում։ Մի քանի ամիսը մեկ գնում են թեթև ճամբարներով իրենց ծանոթությունն են ամրապնդում, վարժություններ են անում, մարզվում են, տարին մեկ կամ երկու անգամ գնում են զորավարժություններ են անում ավելի երկար ժամանակով, ներդաշնակեցնում են, սինխրոնիզացնում են իրանց գործողությունները, այդ զորավարժություններով, իրար ճանաչում են, իրանց միջի համարձակին էլ գիտեն, վախկոտին էլ գիտեն, ինտելեկտուալին էլ գիտեն, դմբոյին էլ գիտեն, կամայինին էլ գիտեն, կամազուրկին էլ գիտեն, և աշխարհազորի միավորումները իրենց էլ եմ ասում սեփական զենքերով, որ հիմա մեր մոտ արդեն թույլատրելի է, իրենց հանդերձանքով ամեն տարի մի քանի անգամ կարճ և մի փոքր-ինչ երկար քաղաքացիական անձիկ ձևով մարտունակություն են ապահովում, պատրաստվածություն են ապահովում, և եթե վերցնենք 120,000 հոգին բաժանենք 2/5-ի, Երևանին 60,000, որտեղ բնակության կեսը Երևանում է, մարզերին ևս 60,000, ստացվում է ամեն մարզից մեզ պետք է ընդամենը 6,000 հոգի մարդ, որ այդ 120,000-ը լրանա։ Բնականաբար մի մասը բանակի վրա է լինելու, տեխնիկա են աշխատացնում եւ այլն։ Մյուս մասը այդ թվում դրոնները աշխատացնողները, որոնք վաղը ինձ թվում է Ուկրաինայում արդեն կա դրոնների առանձին զորքեր, անօդաչուների առանձին զորքեր։ Այդ անօդաչուների առանձին զորքերին էլ կարան աշխարհազորը տիրապետի փոքր ծավալի դրոններով, փոքր չափերի եւ ուրեմն վնասող պայթուցիկ փոքր կարողություն ունեցող դրոններով աշխարհազորը լրիվ կարա տիրապետի։ Լրիվ, ու այդ 120,000-ը քեզ պատրաստ է։ Սրա համար ինչա պետք, սրա համար պետք է բարոյական, բարոյահոգեբանական վիճակ երկրում։ Սրա համար պետք է ոչ թե քնից զարթնողը հայհոյի երկրի ղեկավարին, այն մյուս կեսն էլ հայհոյի երկրի կաթողիկոսին, այն մնացածն էլ հայհոյեն բոլորին ասեն սաղ սուտ է, այլ սրա համար պետք է որ մի մարդիկ հասկանա, որ սաղ սուտ չի, կամ բաներ, որ սուտ չի։ Ու քաղաքացիական անձիկ, ոչ թե տանես 25 օրով էլ ավելի հիասթափեցնես բանակից ու ծառայությունից, այլ այդ մարդիկ իրենք իրենցով կազմակերպեն և լինում են այդ աշխարհազորը, ոչ թե բանակի ենթակայության տակ, այլ լինում են մարզպետի ենթակայության տակ, ոնց որ Միացյալ Նահանգներում է, նահանգապետի ենթակայության տակ։ Մեզ մոտ մարզպետը նշանակովի է, կարանք փոխենք օրենքը, մարզպետը դառնա ընտրովի։ Կասեք ունիտար պետությունում մարզպետը չի կարա լինի ընտրովի, կասեմ ուսումնասիրեք Ճապոնիայի և Հարավային Կորեայի սահմանադրությունն ու օրենքները, ու կիմանաք, որ ունիտար պետությունում ունեն մարզպետներ ընտրովի։ Այսինքն բանակի ուժը դեցենտրալիզացնում են խաղաղ ժամանակ, պատերազմական ժամանակ աշխարհազորը անցնում է բանակի հսկողության տակ։ Աշխարհազորը քաղաքացիական անձինք են, երբեմն կմասնակցեն արտակարգ իրավիճակներում փրկարար գործունեության, երկրի անվտանգության, երբեմն նույնիսկ իրավապահ ֆունկցիա կիրականացնեն, եթե մեծ խռովությունների ալիք կա, կամ չգիտեմ ինչ-որ մանյակ կամ ինչ-որ բանա փախե, հայտնվե որևէ բնակավայրում, աշխարհազորը անվտանգային հարցը կլուծի։ Աշխարհազորը նաև կլուծի կիսագողական, քրեական լկտիների հարցը։ Ինքն իրանով դուրս կմղի ցանկացած շրջանից, մարզից, քաղաքից քրեական լատիրակներին, որովհետև պաշտպան կլինի արդեն բարոյական տեսքով, ոչ զենքով, բարոյապես պաշտպան կլինի ցանկացած բարոյական խելացի մարդու։ Դա կլինի մի առանձին շարժում մեր հոգեկերտվածքը, այս մեր այլանդակված, ստորացած, նսեմացած հոգեկերտվածքը վերականգնելու համար։ Աշխարհազորը նաև օրինակ կլինի, դա քաղաքացիական մարդիկ են, բժիշկներ են, ինժեներներ են, պատշաներ են, կաֆելչիկ, սվարշիկ, անասնապահ, այսպես։ Եվ ամեն բնակավայր կիմանա իր ոչ թե բնակավայրերը հանձնելով
դաշտերում խրամատավորվելով պատերազմը կընթանա, հակառակը դաշտերը հանձնելով, բնակավայրերում թշնամուն ջարդելով եւ հակահարված կազմակերպելով պատերազմը կընթանա։ Աստված մի արասը, եթե այդ օրը գա։ Եվ 120,000 զորքի խնդիր լուծելը, դրանց մի զգալի մասը, միգուցե ոչ 120,000, բայց ասենք 80-100,000-ը աշխարհազորով լուծելը ամենախելամիտ եւ ողջամիտ բանն է, որ կարա լինի։ Միացյալ Նահանգները նացգվարդիա է իրանց մոտ, ազգային գվարդիա, որը նույնիսկ բանակի հետ օպերացիաներ է իրականացնում Իրաքում, Աղվանստանում եւ այլն։ Ինչու, որպեսզի մարտունակությունը պահի իր։ Մենք պիտի անցնենք բանակի զինված ուժերի ահա այս տեսակին։ Այլ ընտրանք չունենք։ Փախնելու են։ Մի ձև կրուտի տնելնելու գնան։ Իսկ եթե դու աշխարհազոր ես դնում, նա արդեն ումից փախնի։ Իր ընկերներից, նրանց աշկերին ոնց է նայելու, եթե նա փախնում է։ Ումից փախնի։ Ամեն մարզում էլ, քաղաքում էլ, գյուղում էլ ընտրում ես այնպիսի կադրեր, այդ աշխարհազորի առաջին անդամները կադրերը, որոնք լինեն բարոյականության տիպար, կաթողիկոսից ավելի մաքուր ապրածով մարդիկ, այդ տեղի հոգևորականն էլ կարա այդտեղ օգնություն ցույց տա, բարոյական աջակցություն ցույց տա։ Մի խոսքով ու կամաց ձևավորվում է այդ համակարգը։ Իսկ բանակի հարցը ոնց է լինում։ Բանակը կարելի է չափահասության տարիքը հանել 19 տարեկան, ինչու։ Ոչ ոքի իրավունք չունի մահվան բերան զորով ուղարկել։ Միայն պայմանագիր կնքելու դեպքում մարդը միայն պիտի պայմանագրով համաձայնվի, որ դու իրան տանես մարտական ծառայության։ Խաղաղ ժամանակ ուշադիր։ Կյանքի իրավունքը բացարձակ է։ Եվ ընդհանրապես մարդու իրավունքները բացարձակ են։ Խաղաղ ժամանակ տար 6 ամսով մի տարով սովորացրու զինվորական գործ։ Հետո թող մարդը սովորացնելուց կարաս փող չտաս։ Եթե տարի աշխատացնում ես որպես զինվոր, արդեն պիտի համ փող տաս, որտեղ երկու հոդված ես, մեկ ստրկատիրությունն ես, ուրեմն ստրկատիրության արգելքն ես խանգարում, եւ երկրորդ կյանքի իրավունքն ես ոտնահարում։ Ուրեմն մարդուն չի կարելի զորով տանել մարտական առաջադրանքի իդեպ փող չտալով։ Միակ դեպքը, որ կարաս մարդուն փող չտաս ու աշխատացնել, դա կրթությունն է, սովորացնելն է, պրակտիկավացա լինելն է։ Եվ միակ խումբը տարիքային դա անչափահասներն են, որոնց նկատմամբ նման բան կարող ես անել։ Չափահասների նկատմամբ չես կարող զորով սովորացնել։ Այդպես է կարգը։ Հիմա 18-ից հանի 19 տարեկան չափահասությունը, 18-ից 19 տարեկան տղաներին եւ աղջիկներին այդ թվում, հետո կմտածենք ոնց, տանում ես մարտական առաջադրանքի չէ, միայն ռազմական գործ սովորացնելու, լավ սովորացնելու։ Սովորեցին, ավարտեցին այդ փուլն էլ իրենց կրթության։ Ով կուզենա կմնա բանակում, արդեն 19 տարին բոլորած, որպես վճարովի կամավորական, կընտրի այդ մասնագիտությունը, այդ ուղղությունը եւ գնաս 15 տարի, 20 տարի կծառայի։ Եվ եթե քեզ պետք է ընդամենը ոտից գլուխ ասացին ինչքան է 15,000 զորք, հա, 15,000 մարդ չես կարող ճարես։ Ամբողջ երկրից 15,000 մարդ վճարովի չես կարող ճարես, որ ծառայեն։ Այդ առաջի 2 օրվա գործն անեն։ Ու ոչ թե լինեն անմեղ զոհեր, այլ լինեն պրոֆեսիոնալներ, պատրաստված, ովքեր քեզ իսկ կպահանջեն տեխնոլոգիական սահմանապահություն, ովքեր կասեն, որ թշնամու մեջ պետք չի մտնել ուղիղ կոնտակտի մեջ, հեռվից, տեխնոլոգիապես, սպառազինությունով հարվածի։ Ու բանակդ կլինի համ առաջի օրվանից իսկ մարտունակ, համ ռեզերվդ կլինի մարտունակ։ Իմ առաջարկը սա է, հարգեք մարդկանց կյանքի իրավունքը։ Զորով մի տարեք բանակ, սա արժեքային կողմը։ Արդյունավետության տեսա, մեկ այդ է արդյունավետ չէ, պետք մարդիկ գնում են այնքան որ ում բախտը չբերեց զովի, որ ասեցի Պուտինը ստից ընդից կամ Մակրոնը կամ Թրամփը զանգեն պատերազմ կանգնացնեն։ Այդ չի ձեր այսօրվա բանակի իմաստը։ Դա ձեր բանակի իմաստը։ Ինձ ջան կլինի դրա համար չտանեք մարդկանց։ Կլինի, էլի եմ ասում, աշխարհազորը մի կողմից, պրոֆեսիոնալ բանակն էլ մոտ
15,000-անոց մյուս կողմից։ Լավ թող լինի 15 չէ 25,000, այնտեղ այլ զորատեսակներ էլ կան։ Մենակ համազորային զորքերը չէ։ Ինչ բարդ բան կա։ Մեծ փող էլ չի։ Տարեկան $1 միլիարդ կարգի աշխատավարձա լինելու։ $1 միլիարդ աշխատավարձա, մեծ փող էլ չի։ Ավելի սահմանապահ գյուղերում, մարզերում կունենաս աշխատատեղերի զբաղվածության աճ, այդ զբաղվածությունն էլի կստացվի, որ համ սահմանապահ գյուղերին պիտի սուբսիդավորես, ասես սուբսիդավորի, մի սուբսիդավորի, փող տուր, թող այդ մարդիկ ծառայեն, $1,000-2,000 ամսական տուր, ինչ բարդ բան կա այդտեղ, մարտական առաջադրանք կատարի միայն պրոֆեսիոնալը, իսկ ռազմական դրության ժամանակ կյանքի իրավունքներն են սահմանափակվում, ու էլի մի շարք իրավունքներ ավտոմատ սահմանափակվում են, ռազմական դրության ժամանակ, այդ ժամանակ զորակոչ ես հայտարարում, ու այդ 120-ի փոխարեն կարաս 300,000 զորակոչ ես, բայց գոնե գիտես, որ աշխարհազորում նրանք պարբերաբար մարզվել, կոփվել, իրար ճանաչում են, իրար նվիրված են, իրար վրիժ չեն թռնի, զենքը չեն շպրտի փախնի, որովհետև միայն դիրքը չեն լքում, այլև իրենց ընկերոջը, եղբորը, զեմլյակին, չգիտեմ, գյուղացուն, քաղաքացուն, թաղեցուն, այլ նրան են լքում, որ լքելով չեն պրծնի, կհասնեն պատժեզի դեմը շանսատակ կանեն, որովհետև մի օր հետ կգան, տղեկը կասեն են ուր գնացիր այ ախպեր։ Սա է իմ պատկերացած բանակը։ Հենակետերն ու արագ արձագանքման զորքը պրոֆեսիոնալ, չգիտեմ, արտիլերիա, ավիացիա, սապյորներ են եւ այլ, ինչը որ նեղ մասնագիտական որակավորումը պահանջում, հակաօդային պաշտպանությունն, պրոֆեսիոնալ, աշխարհազորը ինչքան կարա իր չխպլիկներով դրոններ կլինեն, հակաօդային պաշտպանություն կլինի, աշխարհազորն էլ թող իրենը ունենա։ Դա է քաղաքացիական մարդիկ մարզպետի ենթակայության տակ, հրամանատարության տակ։ Բանակը վարչապետի կամ վաղը կգա նախագահի հրամանատարության տակ է, բաները աշխարհազորը ամեն մարզի իր մարզպետի ենթակայության տակ է։ Բանակի հետ համագործակցություն պատերազմական դրության ժամանակ անմիջապես անցնում են բանակի ենթակայության տակ։ Սենց պետք է լինի։ Ոչ ոքին է զորով չես տան, իսկ եթե զորով չես տանում, ունենում ես արդյունավետություն։ Հələ վեր կացեք, դա ձի քշեք։ Ձի։ Զորով, այն որ չի ուզում էթա։ Այն բան կա, շուն կռվացնողների դեմ խոսում։ Հələ մեկի մեկ հատ շուն վերցեք, զորով փորձեք կռվացնել։ Տեսեք, կարա կռվացնեք զորով։ Չեք կարա։ Շունը որ չկռվես, չես կարա կռվացնես։ Ինչ ուզում ես հələ չի կռվի։ Զորով չի լինում տես բան, այ մարդ։ Ձին, հələ փորձի քշես։ Մի կիլոմետր քշես, զորով, հետը չի գնա, չի գնա այ մարդ, գամր ամեն մարդու տակ չի եթում, իսկ հլը էդ նույն շանը, էդ նույն ձիուն, էդ նույն բժշկին, հլը թողինք իրա կամավորությամբ աշխատի, կրվի, կամ սլանա, տես ինչ անում, պրծում թակում է, օգգն հարնում է 99% օգտագար գործողության գործակիցը, հրաշքներ է գործում, իրա տաղանդով, ունակություններով և կամավորությամբ, ինչ բարդ բան այ մարդ, ես պետք է ասեմ, դուք չգիտեք, որ սա սենց է, մի ամբողջ Ամերիկա աշխարհում թիվ 1-ն է դարձել հենց այս սկզբունքի վրա հիմնվելով, կամավորությունը, ինդիվիդուալիզմը, ազատությունը գովերքելով, այդ ինչ ազատության մասին է խոսքը, կամավորության մասին է խոսքը, ամերիկացու ասած ազատությունը, էդի բանտից դուրս ազատ լինելը չի, դա կամավորության մասին է խոսքը, ստրուկը, որ ստրկատիրությունը հանեցին, այս ստրուկը դաշտից դուրս եկավ, էլի դաշտում էր աշխատում, բայց ասում են թող կամավոր աշխատի, ոչ թե ճիպոտով, ուզում է թող աշխատի, սոված կմնա, կգա կաշխատի, չի գալի, հեչել գա, զորով, ճիպոտելով մի աշխատացեք, արդյունավետությունը ցածր է, հիմա մեր բանակինն է, ես սենց եմ պատկերացնում ժողովուրդ, թե արժեբանական, թե արդյունավետության տեսանկյունից, թե արժեքներն էլ թողեն, մի արդյունավետությունը ասում է, որ պիտի կամավոր լինի, իսկ թե ինչպես նրանք կդառնան մարտունակ աշխարհազորով, իսկ թե ի սկզբանե նրանք ինչպես կսովորեն զինվորական գործը, դա էլ մեկ տարվա կրթություն է, աղջիկների և տղաների համար, այ այսօրվա բանակը, որ տանում են, զորակոչում են, դե զորակոչի փոխարեն կրթություն կլինի,
Այնտեղ արդեն հիվանդներ են, չգիտեմ ինչ են, առանձնակի չի լինի։ Հիվանդը իր չափով կզբաղվի, առողջը իր չափով։ Կակրած երկու հոգի հիվանդ կլինեն, բժիշկներն գործ կունենան, ծառայող բժիշկները։ Ծառայող բժիշկները հիվանդներին կբուժեն, էլի։ Որ տուննա հիվանդ չի, հիվանդ է։ Բայց ինչ տարբերություն, տուննա թե ընդեա։ Պայմաններն են տանը լավը, այդ հոնդերը լավ պայմաններ ստեղծեն։ Թող ընդերը լավ պայմաններ ստեղծեն, այս մարդիկ լավ պայմաններում ծառայեն, ինչ վատ կլինի որ։ Թող չէ թա խավարամատում ցեխերի մեջ փշալարերի տակով անցնի, սա էլ նստի, ստեղ չգիտեմ, համակարգչի վրա աշխատի։ Այսօր ամբողջ գործը տեխնոլոգիական է։ Հələ տեսնեմ մենք զորքի քչություն կունենանք կամ բանակը վճարովի քչացնել, շատացնելու հարց կունենանք, ոչ չենք ունենա։ Իսկ քանի որ սա թողել ենք մի կողմ, սա չի առաջնային ծրագիրը, պլանը, բնականաբար պիտի սկսենք այլ լուծումներ ման գալ։ Մեկը կասի այդ լուծումը ճիշտ է, մեկը կասի այդ լուծումը սխալ է։ Երկուսն էլ ինձ համար թեմայից դուրս բան են քննարկում։ Թեման 120,000-ն է։ Իսկ թե ում կարան գիրգուշ դնեն, Ամերիկայում լոտոյով էր։ Վիետնամի պատերազմի ժամանակ իրաց մոտ պարտադիր զինվորական ծառայություն էր, բայց բանով, վիճակահանությամբ։ Ում բախտը չբերեց գնում էր Վիետնամ։ Մուհամեդ Ալին էլ վեր կացավ, ասեց չեմ գնում Վիետնամ։ Չեմ գնում ուրիշի պատերազմ կռվեմ։ Ասին դու դավաճան ես, ասեց ախպեր դավաճան եմ, ինչու չեմ գնում։ Բայց Ամերիկան այդ երկիրն էր։ Փնովեցին բանալին, բայց մարդիկ հասկանում են կամավորությունը ամենակարևորն է։ Չի ուզում չի գնում, լավ անում։ Հետո երբ որ եկել են, ասել են որ պիտի բանակը լինի պրոֆեսիոնալ, գեներալներից մեկը նախագահի մոտ ժողով է լինում, այդ չեմ հիշում այդ տնտեսագետի անունը, որ այդ պատասխանը տվել է։ Բա ոնց կարա դուք իմ զինվորից դարձնում եք նայոմնիկ, վարձկան, ու այդ տնտեսագետը այդ գեներալին ասում է, դուք վարձկան չեք։ Դուք փող չեք ստանում ձեր գեներալության համար, ասում եմ ստանում եմ, բայց վարձ կանեք։ Ինչ կապ ունի։ Եթե մարդը փող է ստանում ծառայության համար, նշանակում է ստրուկ չի։ Եթե փող չի ստանում, նշանակում ստրուկ է։ Եթե զորով իր մահվան բերան ես ուղարկում, նշանակում է նաև ոտնահարում ես նրա կյանքի իրավունքը։ Մարդը կարա կյանքից զրկվի նման պայմաններ, միայն անձնազոհությամբ, կամավոր, որ ինքը համաձայնվել է մտնի այդ բարդ գործի տակ։ Դրա համար պայմանագիր է կապում 10 տարով, 15 տարով, 20 տարով, մեկին 5 տարով, չգիտեմ։ Մի խոսքով, այսքանն էր իմ ասածը բանակի եւ զորքերի մասին, հարգելիներս։ Եվ մի բան է շատ կարևոր։ Երբ որ Հայկ Սարգսյանը այս օրինագիծը բերել էր, գրեթե բոլոր իմ լավ ընկերները, Facebook-յան հատկապես, դեմ էին այս օրինագծին, ցենց փնովում, ես այդ օրերին բան չանդրադարձա, ինչի։ Այսօր եմ ուզում անդրադառնամ։ Տո բեջորաներ, դուք ինչի ազգային ժողովում նստած այս պահին օրենսդիր ֆունկցիա չեք իրականացնում, որ եկա 30, 40, 50 տարեկան մարդ եք դարել, Հայկ Սարգսյանի գրած օրինագիծն եք փնովում կամ քննադատում։ Դուք ինչի եք Facebook-ի դեմը նստած ոչ թե ազգային ժողովում օրենսդիր ֆունկցիա իրականացնում։ Դուք չեք ամաչում ձեր այդ վիճակից։ Դուք չեք, ես հասկանում 20 տարեկան, 25 տարեկան, լավ Սերժի ժամանակներ էլի կհասկանայի։ Դուք հիմա եկա էշ եք ամեն մեկը, ես եմ ձեր հետ։ Դուք չեք ամաչում այդ վիճակից, որ դուք Facebook-ում ստատուսով եք արձագանքում, ազգային ժողովում քննարկվող օրինագծին, այն դեպքում, երբ որ ոչ խելքները տա պակաս, ոչ փորձառությունը, ոչ ձեր բարոյականությունը, ամեն ինչ տեղն է, տեսքն էլ է տեղն է, բոյն էլ է տեղը, ամեն ինչ տեղն է, խոսքն էլ է տեղը, դուք ինչի ազգային ժողովում չեք այսօր, ինչի դուք ձեր պատկերացրած օրինագիծը չեք ներկայացնում, կամ այդ մակարդակում քննադատում ու մասնակցում, ավելի լավ է առաջարկում, ոչ համաձայն չեմ, ով ասես կարա համաձայն չլինի, բայց ինչ եք դուք առաջարկում, և ինչու դուք դեռ Facebook-ի առաջ գրառումներ եք անում կամ լայքով ու դիզլայքով ձեր վերաբերմունքն եք արտահայտում, հարգելի քույրեր և եղբայրներ, բառից բուն իմաստով քույրեր ու եղբայրներ, մեզ ամոթ չի, ամոթ է, այս սրա մասին մտածեք, ես իմ առաջարկն արեցի, կան լիքը խոսալու քննարկելու
հարցեր, խոշոր եւ նրբություններ կան։ Բայց ընդհանուր գծերով այսքանը։ Շնորհակալ եմ հետևելու համար, շնորհակալ եմ ինձ հանդուրժելու համար։ Դերևս այսքանը։ Լավ ալինելու։ Ստեսություն։